Հայաստանի դատական համակարգը որոշ դատարանների և առանձին դատավորների գործունեությունը ժամանակ առ ժամանակ հասարակական քննարկման առարկա է դառնում։ Համակարգը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես 2025 թվականի հունիսից, երբ նախ կալանավորվեցին Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, ապա բարերար Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելու մասին հայտարարություններից անմիջապես հետո։ Վերջինս ապա հիմնեց Ուժեղ Հայաստան կուսակցությունը, հիմա տնային կալանքի տակ է։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանն աշնանը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Նա ևս տնային կալանքի տակ է։ Վարչական հսկողություն է սահմանվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի նկատմամբ։ Վարչական հսկողություններ և այլ սահմանափակումներ են կիրառվում նաև Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, որը կազմված է տարբեր ատյանների դատարաններից, իշխանությունից անկախ գործող ինստիտուտ է և նրա առաջնային նպատակը արդարության իրականացումն է, օրենքի գերակայությունը և արդար դատաքննությունը։ Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում քաղաքացիներից հետաքրքրվելով, վստահում են ներկայիս դատական համակարգին։ Ոչ մեկին չեմ վստահում։ Ինչով է պայմանավորված ձեր անվստահությունը դատականի նկատմամբ։ Դե գիտեք ինչ, լսում ենք անդադ, որ բողոքում են, արդար չեն։ Չեմ վստահում։ Ինչն է պատճառը։ Որովհետև անընդհատ մարդ են ձերբակալում, հետո բաց են թողում։ Նույն բանն է, միշտ չի փոխվում։ Եթե պետք է բաց թողեն, չեն ձերբակալում։ Ես ներկայիս ամեն ինչին եմ վստահում։ Ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում։ Նայած դատավորով է։ 80%-ով։ Հետևում եք, ինչ դատական ընթացքներ են վերջին ժամանակներում Հայաստանում տեղի ունենում, ձերբակալություններ եւ այլն։ Մեկ նայում եմ, միշտ չէ, բայց որ ձերբակալում են, հետո պետք է բաց չթողեն, էլի որոշ մարդկանց։ Երևի թե այդքան չեմ վստահում։ Ինչ արդարության մասին է խոսքը։ Ոչ, ներկայում ոչ մի բան էլ անհատան չեք վստահում։ Ես էլ ոչ։ Ինչն է պատճառը։ Ասա պատճառը շատ է, մնա պատճառը ինչ է։ Պատճառը մեր վարչապետն է։ Ոչ, որովհետև ինչքան նայում ենք, էլի են ինչ որ կա կիսատա լինում, էլի։ Չէ, ոչ մեկն էլ չեմ վստահում։ Ինչով է պայմանավորված։ Չեմ վստահում, վստահում։ Ավել որ բան ասեմ, տանը նստասեն։ Ես ուզում եմ հավատալ, որովհետև յուրիսպրուդենցիան այդպիսի մի ուղղություն է, որ մարդը այդ ամեն ինչը վարելով պետք է շատ կիրթ վարի, որովհետև ինքը գործ ունի մարդ արարածի հետ։ Բոլորովին։ Հիմա մենք դատական համակարգ ունենք, որ վստահենք այգուրս։ Ապօրինի ձերբակալությունները, ապօրինի մարդկանցը տանում են, նստացնում են։ Արդյունքը ինչ է։ Ոչ մի բան չունենք։ Դատարանում մենք արդարադատություն Հայաստանում չունենք։ Այսինքն կարծում եք, որ դատական համակարգը անկախ չի գործում, ուղիղ կախված է իշխանություններից։ Բացարձակ իշխանության հետ, նա անկախ չի։ Նա ինքնուրույն ոչինչ չի անում։ Եթե ինքնուրույն աներ, այդքան կալանավորներ անմեղ չէին նստում։ Այնքան էլ ոչ։ Ինչն է պատճառը։ Չգիտեմ, ճիշտն ասած չեմ առնչվել երբևիցե, բայց կողքից ինչ որ բաներով տենց է թվում։ Հետևելով վերջին ժամանակներում ինչ ձերբակալություններ, դատավարություններ են Հայաստանում, այս ամենը թույլ տալիս է վստահելու կամ չվստահելու։ Իմ կարծիքով ոչ։ Ինչ պետք է լինի, որ վստահությունը առաջանա։ Դե իշխանությունը եկավ այն լոզունգներով, որ ինքը չպիտի թելադրի դատավորներին, թե ինչ պիտի անի եւ իրական իշխանություն պիտի լինի երրորդ, բայց իմ կարծիքով այսպես չի։